Շատերը մտածում են, թե մարտարվեստը ֆիզիկական ուժի, մեծ մկանների կամ կռիվանելու մասին է, բայց իրականում սա բացարձակ գիտություն է հիմնված սեփական մարմնին եւ կամքին տիրապետելու վրա։ Այսօր համացանցը ողողված է բազմաթիվ էֆեկտիվ հնարքներով, բայց իրականում արդյոք բոլորն են վնասակար մարտերի ժամանակ։ Իհարկե ոչ։ Մարդու մարմնի կառուցվածքն այնպիսին է, որ կան որոշակի մակերեսներ եւ շարժման հետագծեր, որոնք թույլ են տալիս հարվածը հասցնել թիրախին այնպես, որ քիչ կորցնես էներգիա։ Այսօր մենք մի կողմ կդնենք բոլոր առասպելները եւ մանրամասն կուսումնասիրենք 4 հարված, որոնք ամենահզոր եւ ամենավնասակար հարվածներն են մարդու կողմից։ Դրանց հզորությունը ապացուցված է գիտականորեն եւ մարտարվեստի բազմադարյա փորձի շնորհիվ։ Եվ հիշեք, ուժը միայն ֆիզիկական տվյալները չեն, այն ոգու, ճիշտ տեխնիկայի եւ հաշվարկների միաձուլում է։ Այսօր ինձ հետ է իմ աշակերտ Դավիթ Գրիգորյանը, ով հանդիսանում է Duke Fight-ի բազմակի չեմպիոն, Հայաստանի չեմպիոն եւ միջազգային մրցաշարերի չեմպիոն։ Եկեք սկսենք միասին։ Առաջին հարվածը, որ կուսումնասիրենք, դա ուշիռոգերին է։ Այն գիտականորեն փորձերով ուսումնասիրվել է որպես ամենավնասակար հարվածը։ Այն կատարվում է հետևյալ կերպ։ Ինչու է այն այդքան կործանարար։ Շատերը կարծում են, որ հարվածի ուժը ծնվում է ոտքի մկաններից, բայց իրականում գաղտնիքը կոնքի կտրուկ շարժման մեջ է։ Երբ դուք կատարում եք ուշիռոգերի հարվածը, դուք ներդնում եք ձեր ամբողջ մարմնի քաշը եւ մկանային ամենաուժեղ խումբը, ազդրը եւ գոտկատեղը։ Հարվածող մակերեսը կրունկն է, մարմնի ամենակարծր հատվածներից մեկը։ Երբ այս հսկայական ճնշումը կենտրոնանում է փոքր մակերեսի կրունկի վրա, այն հասնելով թիրախին, լյարդին, կողոսկրին կամ արևային հանգույցին, այն ակնթարթորեն հասցնում է շնչաեղձության կամ նոկաուտի, որի արդյունքում մարտը դադարեցվում է։ Անցնենք երկրորդ հարվածին, որը մոտ կամ միջին տարածության մեջ չունի իրեն հավասարը։ Խոսքը ծնկով հարվածի մասին է, որը կատարվում է կամ թռիչքով, կամ առաջանցիկ քայլով։ Ծունկը մարդու կմախքի ամենահաստ, կարծր եւ սուր հատվածներից մեկն է։ Ի տարբերություն թաթի կամ դաստակի, այն չունի մանր հոդեր եւ դուք չեք ծախսում էներգիա եւ ռիսկի դիմում, որ այն կվնասվի։ Երբ դուք թափով կամ թռիչքով ձեր ծունկը մղում եք առաջ, ձեր մարմնի ամբողջ էներգիան կինետիկ ուժով կենտրոնանում է ծնկի վրա։ Պատկերացրեք մեծ արագությամբ ընթացող ավտոմեքենա, որի Արջևի մասում տեղադրված է սուր ձող։ Այս հարվածը կործանարար է, քանի որ այն հիմնականում ուղղվում է մարդու մարմնի կրծքավանդակին, կողոսկրերին կամ ուղիղ ծնոտին։ Մարտերի պատմության մեջ ամենասարսափելի եւ ծանր վնասվածքները եղել են, այդ թվում նաեւ կոտրվածքները եղել են ծնկով հարվածի ժամանակ։ Երրորդ հարվածը, որ սարսափ է տարածում ռինգում եւ դրանից դուրս, դա արմունկի վերևից ներքև կատարվող հարվածն է, որը կարատեում կոչվում է օտոշի էմպի ուչի։ Որոշ տարածություններում, հատկապես կլինչում, արմունկով հարվածները դառնում են ամենավտանգավորը։ Ինչու է այս հարվածը առանձնահատուկ։ Որովհետև երբ մարդը կատարում է հարվածը բռունցքով, ինքնաբերաբար նրա մոտ կասկածներ են առաջանում, որ կարող է կոտրվել մատները, դաստակը, բայց արմունկի դեպքում այն բացառվում է։ Դուք կարող եք այս հարվածը կատարել ձեր առավելագույն ուժգնությամբ, քանի որ հարվածը կատարելու ժամանակ օգտագործվում է ձեր թիկունքի լայն մկանները, ուսագոտին եւ վերևից ներքև հիդրավլիկ ճնշումը։ Այն ունի ուղղահայաց կացնի էֆեկտ։ Սուր արմունկը ոչ միայն հարված է հասցնում, այլ նաեւ հեշտությամբ պատռում է մաշկը կամ կոտրում է դեմքի ոսկորները։ Հենց իր բարձր տրավմատիկության եւ վտանգավորության պատճառով այն արգելված է նաեւ MMA-ի մի շարք խոշոր կազմակերպություններում։ Եվ չորրորդ հիմնարար հարվածը, որը համարվում է մարտարվեստի այցեքարտը, դա մավաշի գերին է։ Մոռացեք թաթով հարվածելու մասին։ Ձեր սրունքը ձեր բնական բիտան է կամ ձողը։ Այս հարվածի հիմնական գաղտնիքը ոտքի հենման թաթի ճիշտ պտույտի մեջ է։ Որպեսզի հարվածը ստանա առավելագույն ուժ, այն պետք է պտտվի գրեթե 180 աստիճան, ինչը հնարավորություն է տալիս բացելու ամբողջ կոնքը։ Եթե այս հարվածը ուղղվում է հակառակորդի արտաքին եւ ներքին ազդրի մկաններին, այն պարզապես չորացնում է նյարդային վերջույթները եւ արգելում է նրան տեղաշարժվել ազատ։ Իսկ եթե այն հասնում է գլխին, արդեն բերում է
խորը եւ անդառնալի նոկաուտի։ Բայց գիտեք որն է այս 4 հարվածների ամենամեծ գաղտնիքը։ Տեխնիկան տալիս է ուժի միայն 50%-ը։ Մնացած 50%-ը ձեր ներքին կարգապահության, կամքի եւ մարզադահլիճում տասնյակ հազարավոր անգամներ կատարած վարժության կրկնությունը։ Իրական ուժը չի տրվում նրանց, ովքեր փնտրում են հեշտ եւ հարմարավետ ճանապարհներ։ Այն կոփվում է քրտինքով, համբերությամբ եւ ամենօրյա անդադար աշխատանքով։ Բաժանորդագրվեք ալիքին, եթե պատրաստ եք կերտելու ձեր կարգապահ եւ ուժեղ տեսակը։ Իսկ մեկնաբանություններում գրեք, թե այս 4 հարվածներից որն է ձեր հիմնական զենքը։ Եղեք ուժեղ եւ կարգապահ։ Մինչ նոր հանդիպում։